Ինչպես հաղթահարել դժվարությունները։ Դժվարությունները կյանքի անբաժանելի մաս են կազմում։ Դրանք գալիս են մեզ ուժեղացնելու, ձուլելու ու ներսից աճեցնելու համար։ Որքան էլ առաջին պահից ցավոտ ու ծանր լինեն, բայց կարևորն այն է, թե ինչպես ես արձագանքում, այլ ոչ թե միայն այն, ինչ տեղի է ունենում։ Ահա թե ինչպես կարող ես հաղթահարել դժվարությունները պարզ քայլերով։ Ընդունիր, ոչ թե փախիր։ Շատերը փորձում են անտեսել դժվար պահերը, բայց երբ ընդունում ես, մտածելով, որ այո, հիմա դժվար է, ապա իմացիր, որ դու արդեն 50% հաղթում ես, դա քաջություն է։ Ասա ինքդ քեզ, հա, դժվար է, բայց ես ուժեղ եմ, ես կհաղթահարեմ։ Փոքր քայլերով առաջ գնա։ Մի փորձիր միանգամից փոխել ամեն ինչ։ Հարց տուր ինքդ քեզ, ինչ կարող եմ անել հենց այսօր, թեկուզ փոքր բան, որ մի բան թեթևացնի, ու արա դա։ Ոչ թե կատարյալ, այլ շարունակական։ Խոսիր, մի մնա միայնակ, խոսիր մեկի հետ, ընկերոջ, հարազատի կամ ուղղակի մեկի, ով լսում է առանց դատելու։ Երբ ձայն տալիս ես ներսի ցավին, նա սկսում է հալվել։ Հիշեցրու քեզ, դու արդեն անցել ես շատ բաների միջով։ Վերադարձիր մի պահի, երբ թվում էր վերջ, բայց հաղթահարեցիր, չէ՞։ Դա հիշեցում է. ես կարող եմ նորից։ Հարցրու ինքդ քեզ, ինչ դաս եմ ես ստանում այս դժվարությունից։ Չէ՞ որ ամեն մի դժվարություն մի բան է սովորեցնում։ Երբ դու փորձում ես գտնել իմաստը, դու դադարում ես զոհ լինել ու սկսում ես կառավարել կյանքդ։ Վերադարձիր քո աղբյուրներին, աղոթիր, մարզվիր, քայլիր, նաև բնությունը կօգնի, սիրելի երաժշտությունը, գրքերը, պարզ լոգանքը։ Այդ փոքր բաները լիցքավորում են հոգիդ, երբեմն ավելի շատ, քան մարդիկ։ Հիշիր, դժվար պահերը ժամանակավոր են, բայց քո ուժը մշտական է, քո ուժը անեզր է։ Դու պետք չի լինես կատարյալ հաղթահարելու համար, դու պետք է լինես պարզապես կայուն ու չհանձնվող։